Okay, հարազատներս սկսում ենք շատ հեշտ ու արագ են, որ ասում եմ մի օր ելնում է, չէ որ արթնանում ես ու բան չունես սարքելու ու չգիտես ինչ անես։ Ուրեմն իմացեք, այդ օրը էս ենք պատրաստում շատ արագ։ Ինձ պետք է 5 հատ ձու ընդամենը։ Եվ ավելացնում ենք մի քիչ աղ եւ մի քիչ էլ սև բիբար։ Հիմա մի լավ պետք է հարենք։ Okay։ Հիմա վրան ավելացնելու ենք 300 գրամի չափ կեֆիր կամ մածուն։ Նայեք, մեր մոտեկա կեֆիր։ So, կամ կարող եք օգտագործել կաթ, եթե չունեք մածուն, կեֆիր, կարող եք օգտագործել կաթ։ Այսքանը, հիմա։ Վերցնում ենք մեր հացերը, կարող եք, ես օգտագործելու եմ թորտիլա լավաշներ, այս րոպեն, որտև էդ ունեմ ձեռքից տակ, բայց եթե հայկական լավաշ ունեք, կարող եք հայկական լավաշ օգտագործել։ Ես օգտագործում եմ սա, պետք է թաթախեմ մեջը և արդեն դնեմ իմ թավայի մեջ։ Շատ արագ լինող բան է, հեշտ, շատ հեշտ։ Բայց միջև դրան անցնելը ուրեմն ցույց տամ, ես ունեմ մոտավորապես 200 գրամի չափով ֆետա պանիր, որը պետք է ձեռքով հիմա փշրեմ, եւ ունեմ մոցարելա չիզ ինձ մոտ։ So մոցարելա չիզը օգտագործելու, որը պանիր, որը քերած է արդեն ինքը պատրաստի է։ Շերտերով դնելու ենք, առաջինը սկսում ենք մի հատ յուղել թավան։ Okay, յուղած արդեն պատրաստ է ինձ մոտ։ Okay. Թաթախում ենք ձվի մեջ։ Եվ դնում ենք, այնուհետև դնելու ենք պանիրը։ Եվ մոցարելան, մույս հաջորդ պանիրը։ Սա առաջի շերտն եմ այսպես անում, դրանից հետո հիմա ավելացնելու եմ արդեն տվարոգը, հայերեն տարբերակը չեմ կարողանում հիշեմ, ոնց էր կոչում, եթե դժվար չի դուք ինձ կուղեք արդեն։ Okay, մեր թթվասերը սրանք են, սա եմ օգտագործելու, մերը Ռուսաստանի կամ Հայաստանի նման ընտին թթվասերներից չեն, չնայած կան, բայց պետք է ճարվել նախ։ Ինձ պետք է փոքրիկ գտալ սրա համար հիմա։ Okay, դրեցինք գտալի օգնությամբ մի կերպ։ Մեր մոտի տվարոգները շատ ջրիկոտ են մի ձևի, չոր չեն, հատիկ չեն լինում։ I mean, կա, բայց պետք է գնացվի, հետի հասնցվի Հոլիվուդ կամ Գլենդել այնտեղից առնացվի, բայց դրա ժամանակը չկա։ Հիմա անցնենք նորից հաջորդ շերտին, պանիր, մոցարելա պանիրը հաջորդը կլինի և նորից տվարոգը։
Սա հիմա բաժանել է պետք նորից։ Անցնենք վերջի շարքը արդեն։ Եթե անգամ լավաշներ ունեք, հարազատներս կարող եք այդ փոքրիկ կտրտված լավաշներով է պատրաստել, այնց է որ ոնց է լինի, կարևորը այնքան որ կարողանաք ձմբի մեջ թաթախեք, հետ դնեք այդտեղ իր տեղերը։ Այդքան բան։ Նորից պանիր, վերջի արդեն շերտն են գնում, իմ պանիրն էլ վերջացավ։ Իմ ջեռոցը արդեն միացված է 170 աստիճան Հայաստանի, Եվրոպայի ջերմաստիճանով եւ 350 աստիճան Ֆahrenheit Միացյալ Նահանգների։ Սա տրադիցիոնալ աճմա չի, հանկարծ խնդրում եմ, գիտեմ հեսա շատերը կգրեն, դա ինչ աճմա է, այդպեսի աճմա չի լինում, սա արագ, այն որ ասում է ժամանակ չունենալու շատ հեշտ արագ պատրաստվող աճման է։ Այդքան բան, որպեսզի շուտ մի բան պատրաստեք տանեցիների համար, ձեր համար ժամանակ չունեք, կարող եք պատրաստել համով ուտել ու գնալ կամ անցնել մյուս գործերին ձեր տան։ Մի օր կպատրաստեմ տրադիցիոնալ աճման, բայց բավական ժամանակ է դա ինձանից խլում ուղղակի։ Okay, վերջի շերտի վրա արդեն էլ պանիր բան չեմ դնում, ուղղակի փակում եմ իրան եւ այստեղ ինչքան մնացել էր ձուն, իրա վրա կլցնեմ։ Եվ դնելու ենք ջեռոց, եփվելու է մոտ 20-25 րոպե, արդեն վրայից կերև է, որ տեսնում եք արդեն կարմրել է վրան, շատ սիրուն մուկ ոսկեգույնի տեսք է տալի, ուրեմն պատրաստ է։ Հիմա կկտրենք։ Okay, Ժողովուրդ ջան, նայում եք, որ ասում եմ վայ չուտողին։ Եվ սա։